Այսօր մենք ծնունդը գտոնենք եւ միշտ ասած ենք, որ ծնունդը միայն դոնագադարություն չէ, ծնունդը այդ կյանքն է, այդ սկիզբն է, որ մենք Քրիստոսով ունեցանք եւ թեև աշխարհը իր բացության մեջ կհայտնե թե Քրիստոսի առաջալ կյանք մգար, կյանքի դեսակ մգար, բայց մենք գիտենք, որ կյանքը Քրիստոսով սկսավ։ Աստվածաշունչին համաձայն Տեր Հիսուսի ծնունդը միայն ծնունդ չէր։ Տեր Հիսուսի ծնունդը իրականության մեջ Աստծո եւ մարդուն միջև ամուսնական այդ ուխտին գդարումն էր, որովհետեւ ամուսնության մեջ եւ հին ու նոր գդագարանի մեջը շատ հստակ մեզի կհայտնվի, թե երկուքը պիտի միանան եւ երկուքը մեկ պիտի ըլլան։ Եվ մենք բսակադրության ժամանակ գաղութենք, որ այդ երկուքը այդ բսակի սուրբ ուխտով մեկ ըլլան։ Բայց կտեսնենք միակ դեղը, որ այդ մեգությունը լման կդարված է, այդ ալ Հիսուսի մարդանալովն է, երբ Հիսուս մարմին առավ եւ մարդացավ, Աստվածությունը ստեղծողը միացավ այդ մարմինին, որ պետք է փրկեր։ Եվ մենք այսօր ունենք այդ Աստվածության, փրկության բոլոր հատկություններն ու հատկանիշները մեր մեղանչական այս բնության մեջը եւ ինքը գաշխադի, ինչպես Եփեսացիներու մեջ կսե, գաշխադի մեզի համար մեզ վեր բարձրացնելով։ Մեզ կբարձրացնե իբրև դղամարդը, ասեմ Հիսուս, մենք եկեղեցին որպես գին մարդը, մեզ կբարձրացնե իր խոսքով, իր փառքով, իր օրհնություններով եւ հետեւաբար ծնունդը այդ միությունն է։ Եվ որ այդ միությունն է գսենք, կնշանակե, որ իրեն մեր ներսիտին ունենք եւ այլևս ինքն է, որ մեր ներսիտին մեզի հետ գաբրի մեգությունը, ինչպես զույգը ամուսնութենեն յետքը մեգությունը գաբրին, ինչքան ալ անոնք երգույթություն ունենան, դարբերություն ունենան, բայց մեգություն գաբրին, այլևս իրենց վարժությունը զարմանալի կլա, շատ ավելի խորունկ կլա, քան որևէ ուրիշ բան։ Հետևաբար կուզեմ այսօր քեզի հետ բաժնեկցիլ այդ մեգութենեն ծնած մեկ հատկություն, հատկանիշը, որ իշխանությունն է։ Իշխանությունը, որ Տեր Հիսուս տվավ աշակերտներուն, իշխանությունը, որ Տեր Հիսուս տվավ եկեղեցին, որ անբաժան է իրմե եւ անբաժան է մեզ յուրաքանչյուրեն։ Միասին գարտանք Աստվածաշունչեն Մատթեոս ավետարան 10-րդ գլուխ առաջին համարեն, ուր գսե Հիսուս իր մոտ կանչեց 12 աշակերտները եւ անոնց իշխանություն տվավ։ Բիղձ ոգիները իրենց հնազանդեցնելու եւ մարդոցմե դուրս հանելու զանոնք, ինչպես նաեւ բժշկելու բոլոր ցավերն ու հիվանդությունները։ Քանի հոգի մեկ տարի եղավ, որ եկեղեցի գաճախե, այս եկեղեցին, միայն մեկ տարի եղավ։ 1 հոգի, 2 հոգի, 3 հոգի։ Քանի հոգի 2, 3, 4, 5 տարի ավելի կհաճախե։ Այս աշակերտները երբ գրգվեցան, Հիսուս կանչեց իրենց եւ իրենց իշխանություն տվավ, որբեսի հիվանդները բժշկեն եւ թևերը իրենց հնազանդեցնեն, միայն գրեթե 1 տարի եղած էր մոտավորապես։ Եվ անգևերջ Հիսուս աշակերտները գրգեց, որբեսի երկու երթան եւ բոլոր քյուղերը եւ քաղաքները շրջին եւ այդ քյուղերուն ու քաղաքներուն մեջ բժշկություններ կատարեն, որոնք երբ վերադարձան, Հիսուսին հայտնեցին, թե ինչքան ուրախ էին, որովհետեւ հիվանդները կբժշկվեին, թևերը կհնազանդեին իրենց, եւ անգեյետ գրգեց մոտավորապես 72, որոնք եւս սկացին նույն վկայություններով եկան։ Ասիգա եղավ մոտավորապես 1.5 տարի յետքը, որ գրգեց իրենց 2 եւ 72 եւ ասոնք գիտեք չկացին միայն մեկ շաբաթ,
Այսինքն օտանավով կացին շաբաթը Սուրիա, շաբաթը Թուրքիա, շաբաթը Պակիստան, շաբաթը Հնդկաստան, այդպես չէր օտանավով, այս մարդիկը մոտավորապես 3 ամիս բաժնվեցան Հիսուսեն, մեկ տարի ետքը, եւ կացին եւ իրենց ճաշտոնը գդարելու սկսան, եւ իրենց դված դեղեցության համաձայն եւ Հիսուսի իրենց համար գդարած վկայության համաձայն իրենց ճաշտոնը հաջողությամբ գդարեցին։ Ինչու համար սկիզբը հարցուցի, որ 1 տարի է քանի օքի գա եւ 4-5 տարի են ավելի քանի օքի գա, որովհետեւ ասել գուզեմ նույն այդ իշխանությունը, որ Տեր Հիսուս դրավ իրենց մեջ, կգտնվի նաեւ ձեր մեջ։ Եվ ցեզ մեկը Աստծո կողմը իրավունք չունի ասելու, որ ես չունիմ, ես չեմ գրնար, ադիգա միայն իր հոգևորության արժեք չդալուն հետևանք եւ արդյունք է։ Այլապես ամեն անգամ, որ հիվանդ տեսնեք, պետք է աղոթեք անոնց համար։ Ամեն անգամ տեսնեք, որ մեկը թև ունի, թիվահար է, պետք է աղոթեք Հիսուսի անունով անոր համար, որովհետեւ դուք ունիք։ Չեմ ուզեր քեշը սկակ, ուզեմ լավը սկակ։ Քեշը սկալը սխալ թրթում եք ու կա, գվիրավորի, մաս խոսքինձի վիրավորեցի, շատ քեշը սկացի, դու գիտես։ Ճշմարտությունը այնքան զորավոր է, որ դու վիրավորվեցար, բայց ասիկա քեզի քաչալերական է, որ 1 տարի միայն Հիսուսին հետ կալողի իշխանություն արավ, մեկ տարի վեճ առանց Հիսուսի ամբողջ երկիրը բդդեցավ եւ երկիրը բդդելով սկսավ բժշկություններն էլ ոչ միայն 12-ը 72-ն ալ եւ Հիսուսով ես դեսա երկինքեն իջած գայծագիմը նման սատանան հետեւաբար դու այդ իշխանությունը ունիս եթե նույնիսկ դու դժվարություն ունեցար որևէ ժամանակ նախ աղոթե մարդուն հայտնե Հիսուսի անունով ինչ որ դրված է անգևերջ եթե իրավես չեղավ Տուն ինքնաշարժիտ մեջ տիր անցը դար հիվանդանոց իրեն, բայց առաջ աղոթե, առաջ Աստծո կողմէ քեզի դրվածը մարզե, մինչև որ հասնիս եւ տեսնես այդ հավատարմությունը քու մեջդ գծաղի, որովհետեւ Աստված ավելի եւ ավելին ընե քու միջոցավդ։ Ես գավադամ, որովհետեւ դեր այդպես կաշխատի, այդ ցևով կգործե։ Մենք է որ պետք ունենք շարժելու, մենք է որ պետք է ամճնալեն յետ կենանք, վախեն յետ կենանք, որովհետև մեր մեջն է ինքը, մենք պետք չէ կասկած ունենանք, պետք է հաղթենք այդ բոլոր թշնամիին սատանային կողմէ մեր մեջ դրվածները։ Այդ իշխանությունը, որ Տեր Հիսուս աշակերտներուն տվավ եւ ասավ իշխանություն կուտամ ցեզի, բիղծ ոգիները հնազանդեցնելու եւ բժշկելու համար բոլոր ցավերն ու հիվանդությունները շատ ավելի անտիներ սոսկ խոսքեմը։ Բայց խոսքը չէր, որ Հիսուս իրենց բամը ասավ եւ իրենք ալ իրենց ագանչներով լսեցին։ Շատ ավելի անտիներ Հիսուս ինք իր ունեցած գենթանի ողջ իշխանությունը, որ ստեղծեց երկինքն ու երկիրը, իր իշխանությամբ, որ ըրավ ամեն ինչ եւ ստեղծեց մարդը, ինք այդ իշխանությունը, որ իր մեջն է, գուդար իր աշակերտներուն եւ իր եկեղեցին։ Հետեւաբար ինչ որ ինք ուներ, գփոխանցեր եւ գբաժնեկցեր իր աշակերտներուն, հետևորդներուն եւ հավատացյալներուն հետ։ Հետեւաբար իշխանությունը, որ մենք այսօր ունենք, չի նմարիր երկրավոր գարավարական իշխանություններու գիրարած, կորձատրած, ցույց տված իշխանության։ Մեր իշխանությունը ուղագի Աստծո ունեցած իշխանությունն է, մեզի հանձնված է, մեզի վստահված է եւ մենք այս մարմինին մեջ, մեղանչական բնության մեջ այդ իշխանությունը կգրենք եւ ամեն օր կփորձենք այդ իշխանությունը զադել մույս իշխանություններեն եւ ամեն օր կփորձենք այդ իշխանությունը կորձի վերածել երբ գաղոթենք կմարզենք երբ դերոջ արչեւ կգենանք խնդրանքով կմարզենք երբ մարդիկ հիվանդ են իրենց համար գաղոթենք կմարզվինք եւ կգրթենք մեր անձը հոգեվորապես ապրելու կմարզենք մեր անձը հոգեվորապես ապրելու հետեւաբար այդ իշխանությունը ամբողջությամբ իմ եւ քու մեջն է Կովինի դսե ամբողջությամբ քու մեջ է։ Բագասը որթուն գսկաս զգացում է
քո հոգևոր ինքնությանդ մեջ այդ զգացումը ընդունված չէ։ Բագասը որ դու գզկաս միայն զգացումն է, որ դու գզկաս, բայց քո փրկված անցիդ մեջ եւ հոգիդ մեջ ադիգա ընդունված իրականությունը չէ, որովհետեւ հոն գտնված իշխանությունը քեզի գսե ես քեզի դվի, եթե ինձի հավատաս, ինչպես որ ես կործեցի, թունալ պիտի կործես եւ անոնցմե ավելինալ պիտի կործես Հովանու ավետարանի մեջ կգարտանք։ Հետևաբար մենք այդ իշխանությունը ունենք մեր ներսիտին։ Ինչու համար ասոր վրա շեշտելը կարևոր է սիրելիներ, որովհետև մենք մինչ կծառայենք Աստծո, մեր զգացումները լրջորեն մաս կբերեն, բաժին կբերեն մեր ծառայության ընթացքին։ Ես չեմ գրնար Աստծո կողմէ իմ հոգիս մեջի թրված իշխանությունը արձակել, հրճակել հավատքով, եթե ես գասկածներու տակ թաղված եմ։ Եթե ես մտքիս մեջ գասկած ունիմ, որ արդյոք պիտի ըլլա երբ ես հիմա հրճակեմ, ես չեմ գրնար այդ իշխանությունը իր լեցունությամբ արձակել։ Կամ եթե ես միտքս նորոգած չեմ քրիստոնեավայել կյանք ապրելու, եթե ես սովորաբար կյանքի մեջ ջնշումներու մեջ եմ, այդ իշխանության դոգոսը չի գործվիր, բարձորեն իր գիրարումի ժամանակ դոգոսը բագաս կլա։ Եթե ես վարժվիմ փառքով ապրիմ, եւ իմ անձս հբարդությամբ ապրի, իմ անձս ավելի փառավորեմ, քան ինձի դվող Աստծո ներկայությունը, որ ներսիտիս է, այդ իշխանությունը այլևս մարդկային չափանիշներով կսկսի աշխատիր հոգիս մեջի դոգոսը չարձակվիր։ Հետևաբար մենք կտեսնենք աշակերտները արիթով փորձեցին 9 հոգիները աշակերտներեն փորձեցին թև մահանել բզդիկ դղումը մեջ են չգրցան, երբ Հիսուս եկավ հրամայեց եւ հանեց թևը, ասին ինչպես կլա որ դու հանեցիր եւ մենք չգրցանք հանել։ Ինչ համարցակ արտահայտություն է։ Մեկը իր Աստծուն ասե ինչու դու գրցար հանել եւ ես չեմ գրնար հանել եւ Հիսուս ալ չսավ դու քեզ ինչ կգարձես 3-1 այսօր 2 դեր 2 տարի չեղավ հետս քալերես ամեն ինչ քեզի պիտի դամ ամեն ինչ պիտի այդպես բաներ չսավ Հիսուս իրենց ինչ ասավ ասավ ծեր թերահավատության պատճառով չգրցակ այսինքն ծեր հավատքը բացեցավ Մեկնաբանները գտնունին կամ ընդհանրապես պատկերային է, որովհետև Հիսուս վերջը ձոմ եւ աղոտ կթելադրե, կնկատվի, որ իրենք ֆիզիկական մարդկային չափանիշներով վարժությամբ կուզեին թևին ասել ել եւ թևի ելլե, իրենց հավատքի իշխանությունը չէ որ արձակեցին, անորամար իրենց մեջ ձոմ եւ աղոտ կուզեց, որովհետեւ անոնք իրենց իսկական ներքին հավատքի հոգին իշխանությունը արձակելու վիճակի լան Եվ Հիսուսի անունը կործածած ադենին վստահությամբ, հիշողությամբ եւ ազդեցությամբ են եւ ոչ թե իրենց մտքին մեջ պետք է այդպես ընեն ասելով ընեն։ Հետևաբար իշխանությունը, որ դերը մեզի տված է, շատ լուրջ է։ Եվ Տեր Հիսուս մեզի տված իշխանությունը գիտե որ կատարյալ է, անոր մեջ բագաս չի գա, անորամար նաև գագնգալ է, երբ աշակերտները նավագին մեջն էին, Հիսուս հետ սագողը նավագին քնացած էր, եկան արտնցուցին եւ նույնիսկ այբանեցին իրեն։ Ասին ել հոգը չէ որ մենք կգործվենք։ Ելավ Հիսուս թատրեցավ հովին ալիքներուն թատրեցավ եւ ամեն ինչ բնական դարձավ։ Վերջը առաջին բանը որ աշակերտներուն ասավ ինչ էր Չսավ կներեք, ես քունի անցած էի, որովհետև շատ հոգնած էի, քիչ մը վախցակ, վախերնիդ պետք է հիմա հանեմ։ Սա ո՞ր է ծեր հավատքը։ Խիստ էր, եւ այո արդար է։ Ես պիտի ուզեմ ինձ հետ այդպես խոսի, որովհետեւ ես արթնամ։ Բզիկ երբ քնացած է, հայրը մայրը գսեն արթնցիր, մեկ անգամ, մեղմ Երկրորդը մեղմ, երրորդը մեղմ, անգևերջ մեղմ չկա ելևս, հադե ուշացար, կեսօր եղավ,
բասը հասավ, դբրոց մի երտանք, տասարանը սկսի դոգոսները ավելնար անտիմանության, կփոխվի, ես բիդի ուզեմ ինձ իսե, ուր է քո հավատքը, քոնե քիտնամ որ ես հավատք պետք է ունենամ, հետևաբար Հիսուս գսե ուր է ձեր հավատքը, պետք է դուք ասիգա անեիք ինձ արտնցնելու փոխարեն, Հիսուս զույլ չէր, Հիսուս քնանալու հետ կապ չուներ, ձեզի բացեմ բատգերմը, թե Հիսուս ինչպես գծարայեր, արիտովը գսե Մատթեոս ավետարանի մեջ 14-րդ գլուխ գսե Հովանես Մկրտիչի գլխադելեն յետք, երբ Հիսուս լսեց Հովանես Մկրտիչի գլխատվիլը, ցկեց եւ անաբատ ամայի դեղ քնած, ինչու, որովհետեւ իր զարմիգն էր Հովանես Մկրտիչը եւ գլխատվեցավ քնած սկալու, ինքզին գտնելու, ամայի դեղի մեջ ժամանակ առնելու, իր հոգևոր վիճակը հավասարակշռելու։ Հովանես Մկրտիչը իր մե առաջ ջամփան պատրաստողն էր, Եսայի մարգարեության համաձայն, որը սպաննվեցավ, ինք պետք ուներ երթալու, աղոթքով ժամանակ անցնելու, որբեսի ժամանակ անցնելով դերոջ գամքը իրեն հայտնվի, թե ինչ է հիմա ժամանակը, որովհետև ամբողջ ժողովուրդը շրջանի, Հովանես Մկրտիչի մերնելեն յետ, բոլորը իր քով եկած էին, որոնք ադեմ մգերտային Հովանես Մկրտիչի քով, ինքը պետք ուներ ուղղությունը շտկելու համար։ Ինքը իր սովորության մեջ ուներ, որ փամը չերներ, առանց որ լսեր, որ հայրը իրեն գսե եւ դեսներ, որ հայրը գնե։ Հովաննու 5 19-20, չէ՞։ Հետևաբար Հիսուս քնած, որովհետեւ աղոթքով ժամանակ անցնե եւ աղոթքով ժամանակ անցնելով գարենա գիտնալ հոր գամքը ինչ է, որովհետեւ ինքը չեր ուզեր իր քիծածը անել, գուզեր հոր գամքը ճանչնալ եւ տեսնել եւ անել։ Բայց եւ այդպես, եւ որ այդ ամայի դեղը քնած դեսավ, որ հազարավոր ժողովուրդ բազմություն իր շուրջը հավաքված է, հոգնած էր, ուզեր հանգիստնել, եւ որ այդ ժողովուրդը դեսավ գսե, քթած, եւ ամիջապես բժշկեց հիվանդները բոլոր, եւ հիվանդները բժշկել հետ Հովաննուի մեջ գսե, ժողովուրդը այնքան ուրախացավ, որ իրեն պիտի շալգեր, որպես թագավոր բարձրացներ, փախավ ժողովուրդեն։ Աշակերտները նավագով ղրգեց ասավ, կացեք մյուս կողմ Քենեսերետ անցեք, ինքն ացկեց լեր ելավ, գիշերը, նույն օրը, ելավ ինչ անելու, աղոթելու ոչ թե քնանալու։ Ինչու համար, որտեղ ինքզին պիտի պատրաստեր։ Այսօրվա հավատացյալներուն երբ որ ասես աղոթ գրե գսե ժամանակ չունիմ, գսես աղոթ գրե գսե ժամանակ չունիմ, իր խնդիրները գբատմե։ Բայց Քրիստոսի ունեցածները լման գուզե, բամը չի բաքսիր իր ցուցակի մեջ, եթե պետք է լա։ Լման գիշեր աղոթեց, գսե առավոտյան 4-րդ ժամուն, այսինքն գես գիշերեն հետ ժամը 3-ին 6 նկատեց լերան վրայեն, որ աշակերտներուն նավը արջև չերթար նույն դեղը գեցեր է։ Իջավ, առանց քունեն դարվածը լալու, չուրերուն վրայեն կալեց, աշակերտներուն քով եկավ, անոնց ծարայեց, անոնց վախը պարադեց, միասին վերջը ուր մտան, Քենեսարետ մտան առավոտյան, արդու երբ Քենեսարետ մտավ, ժողովուրդը ամբողջ իրեն տեսավ, եւ շուրջի գյուղերը, քաղաքները ինչ որ մարդ կար, հիվանդ կար փերին, այնքան, որ իր մեկը խնդրեին, որ արդոնե, որ իր հագուստի կղանցքին թփչին, ով որ թբավ գսե, բժշկվեցավ։ Մեգուգես օրվան ընթացքին Հիսուս 3 եւ 4 անգամ ժամանակ արավ աղոթելով իր ուղղությունը շտկելու, որովհետեւ հոր գամքը գիտնա եւ իր արջև դրված բաշտոնին մեջ սխալմունք չնե։ Հավատացյալները ունեն իշխանությունը Քրիստոսի, որ իրենց մեջն է։ Այդ Քրիստոսի իշխանությունը, որ իրենց մեջն է, պետք է ամեն օր գիտնան ինչպես պիտի կործածեն։ Եթե աղոթքով
Աստծո խոսքով դու քեզի չպատրաստես, որևէ ցևով կկործածվի ադիգա։ Քու զգացումներդ քեզի ամիջապես գսեն ինչպես պիտի կործածես, ինչպես գսկաս, փարգացար փարգությամբ կկործածես, վախցար վախով կկործածես, հուզվեցար հուզումով կկործածես, ուրախացար ուրախությամբ կկործածես, քաչ զգացիր քաչությամբ կկործածես, որևէ ցևով զգացական կկործածես։ Բայց Հիսուս իր իշխանությունը եղածին պես կկործածեր։ Երբ ժողովրդի մեջ գծարայեր կործածեց, երբ խաչին վրա էր կործածեց, երբ իրեն ցերպակալած էին կործածեց, ամենտեղ կործածեց, ամենտեղ նույն արդյունքներ չփոխվեցավ, որովհետև պայմանները չէին ասեր իրեն իշխանությունը ինչ է։ Իր հավատքը եւ իշխանության բռնվածը եւ Աստծո հետ իր հարաբերության մեջ իր ինքնությունը բահել իրեն ասած էր, թե ինք ինչպես պիտի կործածե։ Հետևաբար սիրելիներ, իշխանությունը, որում մասին մենք կխոսենք, իրականության մեջ ծննդոցի մեջ հիշված է, Աստծո հետ միության իշխանությունն է, միության արդյունքն է, եւ որ ինք մեզի միացած է, մենք իրեն միացած ենք, անոր մեջն է, որ իշխանությունը գլա։ Հովաննու 15-ին մեջ 5-րդ համար գսե առանց ինձի դուք ոչինչ կրնակնել։ Բոլորս ալ գիտենք այդ բահերը, երբ վարժվելով գնենք փամը, կվարժվինք Հիսուսի անունով աղոթել, կվարժվինք Հիսուսի անունով ծառայել, կվարժվինք ծառայության ավելի քան որուն կծառայենք։ Եվ անոր համար շատ բաներ կմտնեն մեր ծառայությունները ներս, եւ որ կծառայենք բարձորեն ծառայելու սիրուն եւ նկատի չենք առնել ամեն մեկ ակնթարթ, որ մենք որու կծառայենք այս ժամանակ, նկատի ունենալով, որ ծառայել նաեւ կնշանակե ճաշտել, երկրվակել։ Հետևաբար մեր իշխանությունը կուքա ծննդոցի համաձայն, ոչ մարդկային չափանիշով միության արդյունք։ Հետևաբար նաեւ որ գնայինք մենք էքսոսիա բառը, որ հունարենով կկործածվի, անիկա մեզի ալ կփաստե եւ կհաստատե, թե ինչպես կուքա։ Ինքը բարդ բառ է, երկու բաժնված էք եւ օսիա, հետևաբար մեկը կնշանակե բարձորեն հավելված բաժինն է, ինչպես մենք հայերենի մեջ կսենք բանիմը յետևը ջամփայեն դունեն եկավ, յետևը են գավելցնենք, գամ բանի մը յետևը ի գավելցնենք, ինքը ադոր համար է at սկիզբի էք բաժինը եւ երկրորդ բաժինը, որ օսիա բաժինն է, կնշանակե նյութ, էություն, փնահյուտ իսկություն, անձնավորություն, փուն բարունակություն, սեփականություն, ինչք։ Ուրեմն էքսոսիա իշխանությունը կնշանակե նույն նյութեն էյութենեն, իր ունեցածեն նյութեն եւ էյութենեն թրված է մեր մեջ իշխանությունը, երբ Տեր Հիսուս իր իշխանութենեն դվավ, սավ իշխանություն դվավ աշակերտներուն, իր իշխանութենեն թրավ անոնց մեջ նույն էյությունը ունի, որևէ ցևով դարբեր չէ, նույն բնույթը ունի, նույն կարողություններ ունի, ամեն ինչ նույնն է։ Ինչքան թունքու մեջդ գծկես այդ ցայնը, որ գսե ես չեմ գրնար, դերը ինձի այդ բարգևը չէ դված, ես շատ գիտություն չունիմ, ինձ մե ավելի հին հավատացյալներ կան, որոնք չեն ներ, բոլորը ասոնք քու զգացումներդ կբռնեն եւ քերի կդարձնեն սատանային։ Եվ մարդիկ, եւ որ քեզի գամցնեն, դու մեկ չմդի գնես իրենց։ Եվ որ դու Հիսուսը գտնունիս, քու կյանքիդ մեջ, Սուրբ Օքին կստանաս, այդ իշխանությունը կտրվի քու կյանքիդ մեջը։ Ճիշտ ինչպես իր մեջն է։ Դու պետք է կործածես, հբարդություն ունիս, շատ լավ, թերություններ ունիս, շատ լավ։ Անիգա ամիջապես արգելք չէ, որ դու կործածես իշխանությունը։ Իշխանությունը կործածե, երբ հբարդությունը նկատես, խոնարհ Տիրոջ առջև, ներողություն խնդրե եւ լավ մկլուխը ջզմե այդ
հբարդության կամ թերության կամ սխալին որ ունիս, բայց իշխանությունը կործածելը մի գեցներ, այսինքն թուն քու մարդկային թերությանդ պատճառով մի գեցներ Աստծո ներկայության կորձը որ քու ներսիտիդ է, ցկե Աստծո ներկայությունը իր կորձը թողնեք ու մեջը, անգևեր սխալը գեցուր եւ ոչ էս Աստված, կանոք հասկացավ։ Հետևաբար բեկչե թուն գարձես որ չես կրնար, բեկչե թուն գասկածը Աստծո քեզի դվածին վրա լա։ Գասկածը կպատկանի մարմինին, գասկածը կպատկանի զգացումներուն, բայց ցուն պետք է հավատքով շարժիս եւ ոչ թե առանց հավատքի։ Երբ կգարտանք Մարգոս 11:22-ի մեջ, գսե Աստծո վրա հավատք ունեցեք, հունարեն բնակիրներում մեջ կամ հույն մեկնաբանները գսեն Աստծո հավատքին բես հավատք ունեցեք։ Աստծո նման հավատք ունեցեք։ Քանի օքի գիտե, որ Աստված հավատաց ինձի եւ քեզի համար, հավատաց։ Ասեմ մենք կորձով չէ որ ունեցանք ինչ որ ունենք, մեր արժանիքը չէր ինչ որ ունենք, ոչ ալ մեր սրբությունն էր, ոչ ալ մեր արդարությունն էր։ Երբ մենք ասենք Հիսուսը գտնունինք դեր եւ փրկիչ, ինքը հավատաց եւ մեզի հանցնեց։ Մենք արժանի եղանք, արժանի բամը չրինք որ լանք։ Հետևաբար մենք պետք չէ մտիգնենք մեր անձին, որ չի հասկնար Աստծո մեզի հանդեպ ունեցած հավատքը։ Մենք պետք է հավատանք, որ Աստված հավատաց, որ ես գրնամ եւ քայլ պետք է առնեմ, քանի օքի դեսե։ Պետք չէ ամշնաս։ Պետք չէ վախնաս, որովհետեւ եթե դու ամոթեն շարժիս, չեմ գրնարեն շարժիս, դու բարձորեն դու քեզի անգարող պիտի տեսնես։ Որովհետև զգացումներդ պիտի գաշկանտես, զգացումներդ արդեն չեն հասկնար հավատք ինչպես կշարժի, պիտի արդոնես որ քեզի իսե դու չես կրնար։ Հիմա թող որ մտնոլորտ մըլա օծության, գտեսնես բոլորս ալ զգացումներով կփոխվինք եւ օծության մտնոլորտին մեջը կսկսենք շարժիլ։ Մի քանի հատ տեսնենք բժշկություններ եղավ, մենք ցերկ տնելով մարդիկը բժշկելու գելենք, քանի օքի համացայն է, դες քանի օքի գսկա որ այսպես կբադահի, ուրեմն ամեն ինչ գոյություն ունի արդեն։ Ամեն ինչ գոյություն ունի արդեն մեր մեջ, իշխանությունը կա, կարողությունը կա, գմնա, որ մենք այդ պատրաստակամություն, այդ վստահությունը ունենանք մեր դերսիտին։ Հետևաբար, քանի որ այս իրականությունը կա մեր մեջ, սատանային քերի չլանք։ Չարդոնենք որ սատանան լրացնե մեզ, չարդոնենք որ անիկա ասե որ դու չես կրնար, ասե ես չեմ կրնար, բայց իմ մեջինս կրնա։ Ուր է հարցը, քիչ մնա խոնարհություն գավելնա վրաս։ Այո, ես չեմ կրնար, իրավունք ունիս, մի անգամ շիդակ բան խոսեցար։ Բայց վայ եկերեքը լուխիդ իմ մեջինից ստիմաց կենաստ է։ Ես բանը չեմ կրնարնել, բայց իմ մեջինս կրնա։ Գպավե սիրելիներ, որ մենք ապրինք այնպես ինչպես աշխարհը, զգացումները մեզի գտելատրեն, որ ապրինք։ Ձեզ մեջ շատ էր, երբ որ Սուրբ Օքիով մգրդված են, մարգարեություններ ըրած են։ Ձեզ մեջ շատ էր ելած են եւ մարդոց վրա ցերկ դրած են։ Ձեզ մեջ շատ էր դերոջ մեն ինչքան հայտնություններ արած են։ Գպավե, որ սատանային գաբանքներով ապրիք։ Գպավե որ մարդկային եւ զգացական գաբանքներով ապրիք, արցակեցեք դուք ցեզի, արցակելու համար դերոջ արչեւ գեցի ժամանակար, թող որ զգաս որ գքայքայվի տշնամին շղթաները գաբանքները եւ գարցակվի քու մեջ այդ իրականությունը, որում փորձառությունը ունեցած ես, բայց եթե Տեր Հիսուս ինքը մեգուգես օրվան մեջ 2-3 անգամ աղոթքի պետք է գենար Մանավանդ աղոթքիմը, որ ամբողջ գիշերը պետք է անցներ, հոգնած էր, սուք ուներ, Հերովդես իրեն գհալածեր, հագարագություն գներ եւ ինքը պետք ուներ աղոթելու, ես եւ դուն ալ պետք ունենք աղոթելու։ Պետք չէ այդ սխալ համոզումը մեր մեջ դիրե, որ փորձեցի չեղավ եւ վերջ։ Հիսուս գիտեր, որ չի գրնար այդպես շարժիլ։ Հիսուս գիտեր, որ պետք է աղոթեր, որպես իր արտահայտությունը իր մեջ իշխանութենն լար։ Չեր արդոներ որևէ ցևով, որևէ դոգոսով, որ ուրիշ բան ավելնար, ապա իր ունեցած իշխանությունը պետք է արտահայտվեր։ Հետևաբար սիրելիներ, կուզեմ այս դոնական օրվան մեջ ճանչնաս երկու կարևոր բան։
այդ ուխտը, որ դեր աշխարհին հետ ըրավ իր միածին որդին ղրգելով, այդ մեծ սերը գսե որ ունեցավ, այնքան որ իր միածին որդին տվավ, այսինքն գարձես ինձի եւ քեզի հետ ամուսնական բսագաթրություն մի եղավ, մեգություն եղավ, մանավանդ հիմա, որ գսեմ մենք այլ մարդոց մեջ ենք ծնած, արյունե չենք ծնած, հավա Աստուծո մեջ ծնած ենք, Հովաննու 1:12-13 Հալելույա։ Փորձենք այս դարի մենք ժխտականով չաբրիլ, եւ որ տեսնենք բամը չեղավ, ասենք պիտի լա։ Թող որ մեր մեջինը արդահայտել սորվինք եւ ոչ թե դուրսեն չեղածը ժխտականը արդահայտվինք։ Թող որ մեր մեջի հավատքը արդահայտենք։ Եթե նույն իշխանությունը, որ Տիրոջ մեջն է, մեր մեջ դրված է, մենք պետք է երկիրը փոխենք։ Մենք պետք է երկիրը փոխենք, ընտանիքները փոխենք, մարդոց կյանքին ընթացքը փոխվի։ Աղոթքով գեցիր Տիրոջ առջև եւ որ հավատքով ես, ակնկալ է որ դերը շարժի, ինչպես Տեր Հիսուսի կյանքի մեջ Սուրբ Հոգին շարժեցավ, երբ ինքը ծոմաբահութենեն ելավ, չէր գիտեր ռազմավարությունը չուներ, ինչպես պիտի շարժեր ուղղակիորեն։ Երբ Հովհաննես Մկրտիչը գլխադեցին ռազմավարությունը չուներ այդ բահուն ինչ պիտի իներ։ Մարդ կորեն ալած տվեցավ։ Բայց Սուրբ Հոգին ուղեց իրեն, որովհետև աղոթքի կյանք ուներ։ Աստծո ցայնը միշտ լսելի էր իրեն։ Մենք նույնը ենք սիրելիներ, չաբրինք ինչպես որ աշխարհը կդրամատրե մեզի։ Որովհետև շատ շուտով կրնանք այդպես ապրիլ։ Ոչ մեր ուրախ եղած ադենը բացեցնենք աղոթքը, ոչ մեր դխուր ադենը, ոչ մեր հաղթած ադենը, ոչ ալ մեր բարդված ադենը, ոչ մեկ ժամանակ մեր աղոթները չբացեցնենք, մեր աղոթքի համար ժամ տնենք եւ ադոնք անխախտող մնան։ Աղոթքը կորձետ կարևոր է։ Աղոթքը զույգետ կարևոր է, հիմա գսեն, զույգիս մի թփնար։ Աղոթքը զույգետ ալ կարևոր է։ Աղոթքը բզնիկները դալ կարևոր է։ Աղոթքը քու գարձած եւ դեսած կյանքը դալ ավելի կարևոր է։ Աղոթքը գրնա այդ բոլորին հանդեպ քու վարմունքը շիդա գնել։ Առանց աղոթելու դու միայն քիծածդ կրնասնել, ոչ ավելի։ Ինչպես գաղոթես, ինչ մագարտակ գաղոթես, հոգևորապես դու նադիգա ես։ Ոչ ավելի, եւ ոչ ալ բագաս։ Ամեն։ Աղոթքի կյանքին նվիրվե։ Մեկ ժամ բագաս բարգե, մեկ ժամ բագաս բարեկամներու հանդիպե, ջաշդ մեկ ժամը մի ուդերինք վարգյանեն գեր, լեցուն 3 ժամ աղոթքի ժամանակ ելավ արդեն։ Դագավին չսի TV միտի դեր, դագավին չսի մոբայլովդ ամեն օր WhatsApp-ի մեջ, Facebook-ի մեջ մի լար, արդեն 6-7 ժամը անցավ։ Կանոք ես համացայն է ժողովուրդ, եւ մենք երբ կսենք ժամանակ չունիմ այնպես կսենք, որ գարձես Աստված պիտի համոզվի այլևս, պետք է համոզվի, ջար չունի։ Հետևաբար սիրելիներ, եկեք այս տարի որոշում առնենք միասին, որ աղոթքի մեջ պիտի գնանք Աստծո առաջնորդությունը պիտի փնտրենք։ Մինչև որ Աստծո առաջնորդությունը հստակ լա մեզի։ Դու պիտի ուզես բաժին ունենալ, մաս ունենալ այդ կորձի մեջ, որ Աստված երկրի մեջ եւ այս շրջանի մեջ կուզե ընել։ Որովհետեւ Աստված այս շրջանին համար խոսեցավ եւ պիտի գադարե։ Չես կրնար Աստծո կորձը ընել, երբ անդեսած ես Աստծո գոմե եկած բոլոր բաները։ Ես ասոնք կսեմ բարձորեն, որպեսի արթնցնեմ քեզի։ Չեմ այ բաներ։ Կուզեմ արթնաս, որովհետեւ շատ անգամ մենք քնացած կաբրինք։ Մարգարեն դեսիկ տեսածադենը քնացած էր։ Դեսիկ տեսածադենը գսե քնացածի պես հրեշտակը եկավ ինձ արթնցուց։ Երևա գայեցեք։ Մեր փնույթի մեջ կա։ Գդարվինք բաները եւ քնացածի պես կսկսենք ապրիլ։ Մերժենք այդպես ապրիլ։ Իրարու համար աղոթենք։ Դժվարություն ունենանք իրարու հետ միասին հանդիպինք, աղոթենք, մինչև որ տեսնենք լուծումը, ակնկալությունը, Տիրոջ ներկայությունը եւ առաջնորդությունը։ Տեսեք ոստե մեկ ամիս ինչ կլացեր կյանքերը։ Հալելույա։